Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօրվա մեր հյուրը, մեր հարգարժան, սիրելի կոլեգա Աբրամյանին է։ Շնորհակալություն հրավիրելու համար, շատ հաճելի է այստեղ գտնվելը։ Ասենք որ Անին ոչ թե այսօր մենակ եկել է մեզ հյուր, այլ առհասարակ վերադարձել է հայրենի երկիր, Ամերիկայից։ Ինչի էր գնացել Ամերիկա պատմի մի անգամ։ Ինչի է գնացել, հələ մի վարքան, քիչ ես տեղեկացրել օրինակ։ Ինչի էր գործը թողել մեր վրա ու գնացել Ամերիկա։ Այդքան գործ մեր վրա էր մնացել։ Իրականում առաջին նպատակը սենց Հյուսիսային Ամերիկայի ռադիոլոգիայի համագումարին մասնակցելն էր, քանի որ այս տարի էլի RSNA-ի մեր Անին մասնակցել է RSNA-ին։ Դե ասա որ քաղաքում է RSNA-ը իրականացվում։ RSNA-ը իրականացվում է ամենագեղեցիկ քաղաքներից մեկում, Չիկագոյում։ Իրականում առաջին անգամ որ Չիկագոյում եղա, շատ տպավորիչ էր։ Ես սովորաբար Նյու Յորքում եմ լինում ու Նյու Յորքից հետո Իսլամաբադից սովորաբար լինում է շատ լավ արտահայտություն։ Դրանից հետո Չիկագոն ավելի սիրուն ու ավելի կառուցվածքային քաղաք է, ստրուկտուրնի քաղաք է, քան Նյու Յորքը, ու կոնկրետ Մանհեթենը։ Շատ գեղեցիկ է, տպավորիչ ու միշտ ամեն տարի այնտեղ է լինում։ Շատ հաճելի է ձեզ լսել, Բժշկոյանի ջան։ Կուզենայի իմանալ, մի հատ ավելի շատ կուզենայի հետևորդները մեր իմանան, թե այդ ինչ կոնգրես է, ինչու համար եք դրան մասնակցել եւ ինչ տվեց ձեզ։ Ինչ նոր բաներ իմացաք, որ մեզ պատմելու եք ու մենք սովորենք։ Երևի թե ավելի շատ կսկսեմ արհեստական ինտելեկտից պատմել, որովհետև այս անգամ շատ տպավորիչ էր ու արհեստական ինտելեկտի մուտքը դեպի ռադիոլոգիա արդեն մի քիչ ինձ վախեցնում է, որովհետև ես այնտեղ մոտենում էի էքզիբիցիան, մոտենում էի որոշ կամպանիաների, ովքեր ստեղծում էին արհեստական ինտելեկտ, ու արհեստական ինտելեկտը թե ոնց էր կարդում նկարները ու ընդհանրապես թողում էր եզրակացությունը, որ ռադիոլոգը գրի կամ հակառակը։ Օրինակ կարող է ռադիոլոգը ամբողջությամբ գրեր նկարագրությունը, արհեստական ինտելեկտը միանգամից եզրակացությունը մի քանի վայրկյանում տալիս էր։ Այսինքն հետագայում լինելու ինչ որ իզոլացված աշխատանք, թմային աշխատանք չի լինելու, ռադիոլոգը արհեստական ինտելեկտի հետ, ում արհեստական ինտելեկտը ավելի լավն է, այդ ավելի ճիշտ պատասխան կտա։ Բայց եկեք հասկանանք, որ սա կատակ էր իրականում, միշտ թմային աշխատանքը պետք է եւ միշտ ռադիոլոգը պետք է լինելու իմ սուբյեկտիվ կարծիքով, որովհետեւ ինչքան մենք փորձ ենք ունեցել, որ արհեստական ինտելեկտը ինքը սխալ պատասխան է մեզ տվել։ Միանշանակ այս բaragայում դեռ ամենամաքսիմումը որ տեսել եմ նաեւ որ արհեստական ինտելեկտը վերցնում է որոշակի նկարներ, որոնք ունեն թվեր։ Օրինակ կարող է վերցնել դեսիտոմետրիայի տվյալները ու միանգամից նկարագրությունը մի քանի վայրկյանում գրի քո համար այն ինչ որ ինքը տեսել է դեսիտոմետրիայի պատասխանի վրա ու եզրակացությունը թողի որ դու գրես դեսիտոմետրիա, այսինքն օսոպարոզա, օսոպենիա, թե որևէ խտության խանգարում չկա ոսկրային։ Բայց ինքը այնց գրավիչ է հնչում, ես եթե իրոք այդ ձևը աշխատում, շատ հարմար է։ Այսինքն ես կմտածում եմ հետագայում ինչով դա մեզ կարող օգնի, հետազոտությունների ժամանակը կարող է կրճատվել, այսինքն եթե մենք սովորական ողնաշարը հիմա նկարում ենք 12 րոպեում, կնկարենք օրինակ, չգիտեմ, 5-6 րոպեում, իսկ պատասխանը այլ ավելի արագ կգրվի, վապերվղ, եկեք սկսենք նրանից, որ ամբողջ Եվրոպայում կան արդեն այն ձայնագրող սարքերից, որ բժիշկը ուղղակի խոսում է եւ այդ սարքը հավաքում է տեքստը, այսինքն մենք էլ ժամանակ չենք ծախսի տեքստը գրելու վրա։ Դա Եվրոպայում կա, մենք որ գնացել ենք վերապատրաստման, այդ կլինիկաներում այդ ամբողջը ներդրված է, դեռ Հայաստանում դա չի հասել, որովհետև կիրիլիցան, այսինքն հայերենի տեքստը դեռ պատրաստ չէ այդ կիրառման համար։ Հետագայում ես հուսով եմ կիրականացվի դա, այսինքն մենք դրանով մեզ դա մենակ օգուտ է լինելու այս AI-ի ակտիվացումը։ Ես մի հատ չարության մասին պատմեմ, որ ես վերջերս արել եմ։ Նու ChatGPT-ին ինքը AI չի, բայց ամեն դեպքում ես վերջերս մի հատ տենց case ունեի, սրունքթաթային հոդի որոշ մկանների մեջ գոյացություններ, ու ես այնց հոգնած էի դա նկարագրելու, թելադրում եմ ChatGPT-ին, ասում եմ, գիտես, ես ռադիոլոգիա մեմերտե մասնագետ եմ ու հիմա մի հատ case ունեմ, որ այսինչ մկանների արանքում ես այսինչ տիպի գոյացություն եմ տեսնում, դու ոնց դա կնկարագրես, նու բարձ է ինքը ինձ չի ասում ինչ դիագնոզ է, ինչ եզրակացություն գրեմ, բայց ինքը այնքան սիրուն դա նկարագրեց, մի հատ էլ ես էլ վրայից ասացի ինչ չափերի է, որ ես կարելի ասել այդ կոպի եմ արել պատասխանի մեջ, որովհետև կոնկրետ ինքը այնպես ոնց որ ռադիոլոգը կնկարագրեց, տենց նկարագրեց, բան չեմ ասել, դա միանշանակ չարություն է, ու պետք չի։ Դա չարություն չի, դա քո ոչ թե տենց անել, բայց ասեմ շատ լսի, խելացի մարդիկ աշխատում են կարճ, իրանք պատրաստ են գործը անել կարճ ժամանակում եւ որակյալ
որ անեն այդ գործը կարճ ի նկատի ունեմ անպայման չի դու նստես երկար մտածես միանշանակ մենք բոլորս միշտ պետք է այդ ուղու վրա մտածենք ոնց անենք որ մեր գործը ավելի հեշտացնենք կարճացնենք այդ simple մակարդակին բերենք որը ոչ չգիտեմ Apple-ի գլխավոր գրավականն է Apple-ի աշխատելու հենց Steve Jobs-ի հիմնական միտքը է եղել որ այնպիսի product լինի իր product-ը որ մաքսիմալ հասարակ լինի ու մաքսիմալ որ մի հպմամբ լիքը հարցեր լուծվեն բան չեմ ասելու միանշանակ պետք է մենք բոլորս մտածենք ոնց ավելի հեշտացնենք մեր գործը, բայց իհարկե կարևորը դա է, որ հեշտացմամբ չունենանք ինչ-որ որակի տուժում, որտեղ Գիտեք, ChatGPT-ին արգելել են որևէ դիագնոզ տալ։ Սրես մի քանի տարի առաջ եթե հարցնեիր կամ նկարտայիր, ինքը փորձեր դիագնոզների տարբերակում տալ, բայց այսօր իրան արգելել են, ինքը դիագնոզ չի տալիս էլ։ Ինչ մեղքա։ Շատ կարևոր է։ Ինձ խոսում ոնց որ անձնավորված մարդ լինի, ոնց որ ինքը իրականում արհեստական բանականությունն է, մենք չպետք է այդպես խորը վերաբերել։ Ես չարություն պատմեմ, ես միշտ բան եմ անում, ձեռքի նկարեմ ուղարկում ChatGPT-ին կամ կոֆեի բաժակի, որ ասցին արգելել են, հիմա էտել են արգելել ChatGPT-ին, արգելել են գուշակություններ անել։ Ինքը ասում է որ ես կարամ քեզ չգիտեմ բան անեմ այդ numerology անեմ քո այդ natal card-ը բանը նայեմ բայց ես չեմ կարա քեզ գուշակություններ անեմ բացի թենիսից եւ սպորտից մեր Շուշանիկը զբաղվում է նաեւ խիրամանտիայով իմացեք դրա մասին հա մեկ էլ կներես ինչով էր զբաղվում օրիգամիով եւ կարտան ոնց էր այդ տարո կարտաներով է ինքը ոնց որ գադայցանով Լավ բաներ թե վատ բաներ։ Մի խոսքով ChatGPT-ն այլևս արգելված է ինքը չի անում այդպիսի բաներ, այնպես որ դիմեք ինձ այդ հարցին։ Մեկ էլի հավելում այդ միկրոֆոնը շատ հարմար բան է, բան օրինակ այնտեղ խոսում էի իմ գոլեգաների հետ ու իմ մոտ հարց առաջացավ, թե մի գիշերվա ընթացքում հենց emergency բաժանմունքում քանի պացիենտ են գրում ու այդ գոլեգաներից մեկը ասաց դե այս նախորդ գիշերը մեղա հերթապահության քիչ եմ գրել 92 հա 92 քեզ ասեմ քանի ժամ ասաց 12 ժամվա ընթացքում 90 10 ժամ լրանում արդեն գայցն առօրյա ասեմ անին ինստից վիդեո էր ուղարկել ոնց է անդեղի ռադիոլոգը այդ միկրոֆոնով ու արա կարդում հետազոտությունը ու միկրոֆոնով ու ես շոկի մեջ էի ինքն էլ է շոկի մեջ ու հուսանք 92 кейսը չգիտեմ իրանց համար համարվում է միջին թվի кейս 92 հատ ու բայց դրա մեջ ասեմ որ չի մտնում MRT-ն իրանք emergency մեջ չեն մտնում պոլիօրգան կատանել է դժվար բայց հիմա ուզում եմ չարժեզրկենք պոլիօրգան օրինակ կատե հետազոտությունը որը պոլիօրգանը մտնում է emergency մեջ այո այդ եմ ասում իսկ իրանք ոնց որ դա մտցնում են մի кейսի մեջ պոլիօրգան կատեն Ժողովուրդ ջան նշանակում է որ ամբողջ օրգանիզմը կատեով հետազոտվում է ու շատ ժամանակ դա լինում է կոնտրաստով դա կարող լինի օրինակ կոտրվածքների, պոլիտրավմաների ժամանակ, կարող լինի ուռուցքային հիվանդությունների ժամանակ եւ դա ռադիոլոգի համար շատ բարդ է միանգամից նստել ամբողջ օրգանիզմը նկարագրել շատ վտանգավոր է ինչ որ բան բաց թողելու հարցով դրա համար օրինակ ուրիշ բան է որ դու գազ մի հատ պրոստը գլուխ հետազոտես ուրիշ բան է որ դու պոլիօրգան կատե անցնես իսկ դա անցնում է մի հատվածի տակ զուտ այդ բարդությունը եւ նյուանսը ռադիոլոգի դրա համար իրանք MRT-ն հանել են emergency-ից անգամ եթե կա ինսուլտ դա արվում է կատե անգիոգրաֆիա եթե անոթը փակ չի որպես է թրոմբեկտոմիայի հարց առաջանա թե անոթը փակ չի բուժումը մեկը նույն ձևա լինելու եւ եկեք բացատրենք մարդկանց թե ինչ ենք մենք մեր պատասխանները տալիս երկու աշխատանքային օրվա ընթացքում այսինքն ռադիոլոգը այդ պայն երբ որ նկարը ստացավ ինքը պատկերացում ունի 90%-ով թե ինչի հետ գործ ունի այսինքն մենք այդ պայն կարող ենք ձեզ բանավոր ասել թե ձեզ մոտ ինչ է բայց այդ ամեն ինչը պետք է ժամանակ ինտերպրետացիա անելու համար ճիշտ գրագետ գրելու համար որ կլինիցիստը կամ հետագա վիրաբույժը հասկանա թե որ հատվածից պետք է մտնի վիրահատի կամ հեռացնի ինչ որ մի փոփոխությունը այսինքն էլի եմ ասում ռադիոլոգը չի զլանում ինչ որ մի բան անել ուղղակի պետք է ժամանակ այդ ամեն ինչը իրականացնելու համար եթե մենք ունենանք այն սարքերից միգուցե դա ավելի արագ ստացվի բայց ներկա պահին մենք աշխատում ենք նրանով ինչ մենք ունենք Հայաստանի մասշտաբով։ Ու դրա ֆոնին մի բան ասեմ, ամեն դեպքում հարգելի պացիենտներ, հետևորդներ վստահ եղեք, որ եթե այդ պահին մենք գործ ենք ունենում ինչ-որ սուր իրավիճակի հետ, որը որ պահանջում է անհապաղ եւ շտապ կլինիկական միջամտություն, դա անհնար է ձեր պատասխանը տրվի 2 օրվա մեջ, հենց այդ պահին մենք ձեր կլինիցիստի հետ ենք խոսում, ձեր հետ ենք խոսում, մեկ պացիենտը դուրս է գալիս, ասում ես ես արդեն ձեր բժշկի հետ խոսացել եմ, ինքը արդեն գիտի ինչ է անելու,
իրանք զարմանում են չեն հավատում, բայց այնպես որ այդպես է կատարվում, այնպես որ վստահ եղեք, որ եթե մենք գործ ունենք ոչ թե դոկտոր Մերի ասած այնպիսի իրավիճակների հետ, որոնք որ sense տենեն ժամանակ են պահանջում, sense տենենց պետք է համեմատվեն, չափվեն եւ այլն, այլ գործ ունենք սուր process-ների հետ, միանշանակ այդ ամեն ինչը կատարվում է հենց այդ պահին Ուրգենտ վիճակում ստացվում նույն emergency case-ն արագ պետք է այդ case-ը փակվի ու հասցվի բժշկին հաջորդ հետաքրքիր պահը այն է որ իրանք emergency դեպքում շատ կարճ են պատասխանները գրում այսինքն եթե օրինակ պացիենտը գալիս է կոտրվածքի կասկածով ռենտգեն են արել ընդհանրապես չգիտեմ 3 նախադասություն կոտրվածք չկա հեմորրաժ չկա Փափուկյուսվաստերի այդպես չկա վերջ փակվեց այդ քեսը ու դա տևում է մոտավորապես 30-ից 40 վայրկյան։ Այսինքն նորմալ չեն նկարագրում։ Չեն նկարագրում, որտեղ բաճկերը նկարագրում են, այո, ունենում ենք կլինիցիստների հետ այդ խնդիրը, երբ որ կլինիցիստին զանգում է, ասում է, գիտեք, կարդացի ձեր պատասխանը միջինական նկարագրված չի, միջինական շրջանը, ասում եմ, բայց գիտեք, խնդիր չկա այնտեղ ուրեմն, եթե լինում է թեկուզ փոքր ինչ որ լորձաթանթի բորբոքման հատված, մենք դա պարտադիր նկարագրում ենք, իսկ կլինիցիստը ասում է, կապ չունի, որ խնդիր չկա, դուք մեկը նկարագրեք, որ այս ինչ ստրուկտուրաները նորմալ եւ այլն դա շատ ժամանակատար է ինչը որ ժամանակատար է ես քո հետ համաձայն եմ կլինիցիստի հետ եմ համաձայն բայց մի կողմից էլ դու շաբլոնում ունես աչքերի նորմալ նկարագրություն ու պերինևրալ տարածությունների բայց չունես նկարագրություն օրինակ նորմաների քունքոսկրերի ելունների ինչ տարբերություն ժամանակատար է ինչ տարբերություն էլի ոնց որ ուզում եմ ասեմ եթե նայենք նկարագրում նայել կնկարագրենք բայց գլոբալ երևի թե պետքա ընդհանուր բոլոր բժշկական համայնքով մենք հավաքվենք եւ բերենք մի ընդհանուր շաբլոն, որ շաբլոնները իրարից չտարբերվեն, որ բժշկին հարմար լինի բոլորի հետ աշխատել, ոչ թե օրինակ այս բժիշկը սովոր է MRT կլինիկի բժիշկների հետ աշխատել, MRT կլինիկա ուղարկում, որտեղ իրան ավելի հարմար է։ Շատ լավ միտք է ու կարծում եմ այդ ինչ որ զարգացվածության հաջորդ մակարդակ կլինի, եթե մենք բոլոր ռադիոլոգներով, մասնավորապես մենք 3 MRT-ով ենք զբաղվում, կարողանանք հասնենք մի կետի, որ բոլորս աշխատենք մի շաբլոնով։ Մենք մեր կլինիկայում բոլորս նույն շաբլոնով ենք աշխատում, բայց համատարած եթե դա լինի, ինչքան հարմար կլինի համ կլինիցիստներին, համ բուժառուներին, այդպիսի աշխատանքը։ Իսկ Ամերիկայում տենց է։ ԱՄՆ-ում հիմնականում այդ հիվանդանոցն է որոշում ամբողջ պրոտոկոլը, ինչի վրա պետք է հավաքեն, բայց հիմնականում կա նույնատիպ շաբլոն, որի վրա բոլորը հավաքում են ու դա մաքսիմում կարճ է այդ շաբլոնը։ Ես հասկանում եմ, բայց պետք է նշենք նաև այն, որ հիվանդանոցում եթե մարդը եկավ պոլիտրավմայով կամ չգիտեմ ուռուցքով, ինքը հիմնականում մնում է այդ հիվանդանոցում, այդ հիվանդանոցների որակը եւ սպասարկման ոլորտը շատ լայն է։ Մեր հիվանդանոցներում բազմապրոֆիլ հիվանդանոցներ են։ Մեր հիվանդանոցներում օրինակ կարող է ուռուցքային հիվանդով պացիենտ լինի այդ կոնկրետ այդ տիպի ուռուցքը այդ հիվանդանոցում չբուժվի, ինքը ուղարկվի այլ հիվանդանոց, որովհետև դեղորայքը սարքավորումը այլ հիվանդանոցում կա։ Դրա համար երբ որ դուք ասում եք, որ հիվանդանոցի շաբլոնով է, որտեվ հիմնականում հիվանդանոցի բժիշկն էլ օգտվում է դրանից, երբեք չի գնում էլի ուրիշ հիվանդանոց այդ մարդը։ Հայաստանում մի քիչ այդ խնդիրը կա, բայց քիչ-քիչ ոնց որ այդ ամեն ինչը շատ ավելի շատ զտվում է եւ հարթվում է այդ խնդիրները։ Ես լեմ այդպես կարծում ու հաջորդ բանը որ շատ կարևոր է ԱՄՆ-ում ռադիոլոգի աշխատանքի մոտ 90%-ը կազմում է հենց case կարդալը իսկ Հայաստանում մենք օրինակ աշխատելու ընթացքում բացի կարդալուց միևնույն ժամանակ կատարում ենք բազմաթիվ գործողություններ սկսած հետևում ենք նկարների որակին, պացիենտի հետ խոսալուց, նախկին հետազոտություն վերցնելուց եւ այլն, ուղղակի այնտեղ ռադիոլոգի երբ որ բացում է հետազոտությունը, ինքը արդեն ունի բոլոր տվյալները, սկսած անամնեստիկ տվյալներից վերջացրած նախորդ հետազոտությունները, անգամ եթե այդ հիվանդանոցում չի արվել հետազոտությունները, ինքը ամբողջությամբ ստանում է եւ իր աշխատանքի 90%-ը եթե ոչ ավել, հենց կազմում է միայն այդ բանը Օրինակ եկեք մի քիչ դրա մասին խոսանք, բոլորին միշտ թվում է թե ռադիոլոգը պացիենտի հետ չի շփվում, բայց մենք միշտ շատ ժամանակ պացիենտի հետ շփվում մենք շատ ժամանակ ենք տրամադրում պացիենտի հետ շփմանը։ Օրինակ լինում են այնպիսի կլինիցիստներ, որ պացիենտին ուղարկում են արդեն իսկ այդ ֆայլը հավաքած պացիենտի անամնեստիկ տվյալներով, ցուցումով եւ այլն, ու դա շնորհակալություն տենց կլինիցիստներին, որ հեշտացնում եք մեր գործը։ Բայց փաստացի մենք շատ ենք շփվում պացիենտի հետ։ Օրինակ ոնց է դա կազմակերպվում Ամերիկայում ու իրոք Ամերիկայում ես ոնց հասկանում եմ ռադիոլոգը երբևիցե չի ունենում այդ շփումը, որտեղ դրա կարիքը չի ունենում։ Հիմնականում ռադիոլոգի ընտրությամբ է, եթե ուզում է, կարող է հենց FaceTime-ով ուղիղ զանգահարի պացիենտին, հետը խոսա, շփվի, եթե չէ կարող զանգի բժշկին կամ ընդհանրապես չշփվի, կախված թե ինչքան զբաղված է,
որովհետև ամենազբաղված բաժանմունքները հիմնական նեյրո բաժանմունքներն են, նեյրո նկարդացող մարդիկ են, օրեկան նորմայում առանց emergency կարծում են 40-60 գլխուղեղ մեկ էլ ողնուղեղ, այսինքն նեյրո բաժինը այդ ֆոնի վրա կարծում են բազմաթիվ բարդ кейսեր, հեշտ кейսեր քիչ են ննում, որովհետև եթե օրինակ չնա մարդը գլխացավանում, Հայաստանում կարող է գնալ MRT անցնել ինքը իր կամքով։ Իսկ այնտեղ, քանի որ հիմնականում ապահովագրականներն են փոխհատուցում MRT-ի գումարը, եթե այդ գլխացավը չի ունենում շարունակական բնույթ, չի փոխել իր բնույթը եւ այլն, իրանք չեն հատուցում այդ MRT-ի։ Հետո կարող է հերթագրումը իրանց շատ երկար լինում, այսինքն այնտեղ հերթագրումը մենակ urgent case-երի համար է, որ մենակ emergency-ն է հերթագրում։ Շտապ է լինում, իսկ մնացած case-երը օրինակ մարդ ունի ձեռքի ցավ կամ չգիտեմ ինչ որ ուրիշ բաներ կամ գրիժայի կասկածը գալիս է պլանային կարգով իրանց հետազոտության օրը։ Չնայած Երևանում էլ Հայաստանում էլ է տենց հետազոտությունները, այսինքն էլի մենք ունենք պետպատվերի համակարգ, բայց այն մարդը ով պետքա վճարովի անցնի հետազոտությունը ինքը կարա գա ժամանակից շուտ անցնի այդ հետազոտությունը։ Պետպատվերը օրինակ հերթագրումով է, այսինքն մինչև նախորդիվ պետպատվերի դիմաց մարդկանց չհետազոտենք, չենք կարող անցնել մյուս պետպատվերի մարդկանց, եթե չկա շտապի ցուցում։ Նո բացառություն են կազմում իհարկե երեխաները եւ զինծառայողները, որովհետեւ իրանց համար պետպատվերը մեր պետական մակարդակով ավելի շուտ է հասնում։ Ну, ես գտնում եմ դա լրիվ ճիշտ է, երեխաներին պետք է դանել արտահերթ։ Միանշանակ երեխաները իդեպ այդ արտահերթի կարիք չունեն այնտեղ, երեխաները միշտ արագ հետազոտվում են, եթե երեխան որևէ խնդիր ունի, հենց այդ օրն էլ ընդունում են հիվանդանոցում իրան առանց որևէ խնդրի։ Ես կարծում եմ Հայաստանի բժշկությունը գալիս է այդ մակարդակի, որովհետև ես որպես բժիշկ իրոք շատ գոհ եմ մեր Հայաստանի բժշկությունից, կան կազմակերպչական ուղղակի ինչ-որ թերացումներ, որոնք հետագայում շտկվելու են ու էլի շտկվում են, բայց բժիշկ մասնագետի առումով ես կարծում եմ մենք շատ ուժեղ համայնք ունենք բժշկական։ Միանշանակ դրական կողմերը Հայաստանի կա, միևնույն ժամանակ ԱՄՆ-ն էլ իր դրական կողմերն ունի, բայց կարծում եմ երևի թե աշխարհում չկա այնպիսի առողջապահական համակարգ, որը լինի այնպես որ բոլորին գոհացնի հարմար լինի գոհացնի կարծում եմ որ դեռ այդպիսի առողջապահական համակարգ չի մշակվել։ Ամեն դեպքում ասա որ մենք այդքան հետ չենք, որտեվ գնացել ես ԱՄՆ-ում, թեկուզ ռադիոլոգիական տեսել ես իրենց հետազոտությունները եւ այլն։ Ինչի համար եմ ասում, որովհետեւ մեկ-մեկ մենք ունենք չէ դինամիկ հետազոտություններ, որ նախորդը անցել է, չգիտեմ, Կանադայում, Ամերիկայում կամ Գերմանիայում, դնում ենք այդ դիսկը, բացում ենք, ասում ենք, ես ինչ վատ հետազոտություն։ Իրանք որակը, համ իրականում իրանք հետազոտության որակի հետևից շատ չեն ընկնում, իրանց համար կարևոր իրանք տեսնեն։ Բան չունեմ ասելու, մեզ էլ հիմա կոպիտ ասած շարժած նկարների վրա կամ վատ սարքի վրա մենք էլ կարող ենք ինտերպրետացիա անել, բայց ինչքան դու կարող ես կարճ ժամանակում լավ սարքով նկարել, լավ հետազոտություն։ Միանշանակ, այդ նաև կախված է շարժվի հետազոտությունը կոպիտ ասած վատ որակի դուրս գա, բայց դու նայես հասկանաս, որ այդքանը քեզ հերիք է քո դիագնոզը դնելու պացիենտին պատասխան տալու համար, կամ օրինակ եթե, չգիտեմ, վիճակային ինսուլտ ունի, դու էլ չես նայում, որ ասեն շարժել, աղավաղել է, դու այդ զոնան տեսնում ես, գիտես, որ քո կլինիսիստին մենակ էտա պետք։ Էդ էլ սխալ բան չի, էդ էլ ես մեկ-մեկ ասում եմ, այս դիսկերը գնալու են ինչ-որ մեկը տեսնի, ես եթե պացիենտը չի կարողանում պարկել ցավերի մեջ է կամ չգիտեմ ինսուլտը պետքա շտապ 1 վայրկյան շուտ անգամ հանել ամեն դեպքում շատ շնորհակալ լինենք մեր ղեկավարությանը, որ մենք աշխատում ենք հարմար սարքերով, լավ ինտերպրետացիա ենք կարողանում անել եւ հեշտ է մեզ նայել, այսինքն ինչքան սարքը լավը լինի, այդքան ռադիոլոգի գործն է հեշտանում։ Ինչքան բարդ է մեր գործը, երբ որ օրինակ շարժած նկարներ են, նկարի որակը լավը չի, ինչ որ տարբեր կենտրոններից ինչքան են գալիս, որ ասում ենք վայ, էս կար, չկար եւ այլն եւ այլն։ Մեր հետազոտության ժամանակ, եթե մենք ունենք ինչ-որ կասկած, կարողանում ենք դնել հավելել ծրագրի որակը լավացնել կամ օրինակ եթե շարժած է, մի հատ էլ կրկնել պացիենտին իհարկե զգուշացնելով, որ մի շարժվի։ Այնտեղ ավելի շատ կախված է հիվանդանոցից։ Օրինակ, եթե վերցնենք այն գլխավոր հիվանդանոցն մեկը Mayo Clinic-ը համարվում է այնտեղի ամենամեծ որակ տվող հիվանդանոցը, իրանց հետազոտության որակը շատ բարձր է Mayo Clinic-ի, անգամ ես Mayo Clinic-ի բժիշկներից մեկի լեկցիային էի այնտեղ նստած, որ ես տեսա ինչպես են իրան կավերնոս սինուս MRT-ով նկարել, որտեղ ուղղակի բոլոր նյարդերը, որոնք ասում են սինուսով երևում են, ես նայեցի այդ հետազոտությանը, հասկացա, որ այնտեղ էլ բավական տեղեր կան, որտեղ աշխատում են հենց որակի վրա, շատ կարևոր է, այսինքն որակ թելադրող հիվանդանոցներ կան։ Ես բան չունեմ ասելու, բայց եկեք խոսանք նրա մասին, որ Mayo Clinic-ը հանդիսանում է գիտահետազոտական կենտրոն, եւ իրանց պետք է այդ որակը, որ իրանց գիտական աշխատանքները եւ հետագայում իրանք որակ թելադրող հիվանդանոց։ Իսկ Երևանում կամ առհասարակ Հայաստանում շատ քիչ կան տենց կենտրոններ, որոնք զբաղվում են հենց գիտական աշխատանքով։
այդ շատ կարևոր պահ է, այսինքն կան կոմերցիոն կենտրոններ, կան ուրգենտ աշխատող կենտրոններ, ոնց որ ամեն մի հիվանդանոց աշխատում է այն թելադրությամբ, այն ոճով, որ ինքը ներկայացնում է։ Ես կարծում եմ, որ մենք Հայաստանում մաքսիմալ փորձում ենք որակ ապահովենք բոլոր հիվանդանոցներում, անգամ փորձում են բոլորը մաքսիմալ որակով նկարներ ստանան անկախ սարքից։ Ես համաձայն եմ։ Իմ ասածը այդ էր, որ անկախ ամեն ինչից այնպես չի, որ մենք հետ ենք ընկնում, հետ ենք մնում, ու միանշանակ մենք ունենք որոշակի մակարդակ եւ Այնտեղ ռադիոլոգները ուղղակի ավելի շատ բաժանված են օրգան համակարգերի այո, շատ կարևոր թեմա, խնդրում եմ խոսել։ Շատ կարևոր օրինակ մենք Հայաստանում ավելի շատ ոնց որ modality specialist ենք, այսինքն կամ MRT-ով կամ CAT-ով կամ UZH-ով ենք զբաղվում, այնտեղ այդպես չի, այնտեղ ավելի շատ համակարգով է, այսինքն դու ոսկրամկանային համակարգի ռադիոլոգիա ես, նեյրոռադիոլոգիա ես, թե աբդոմինալ ռադիոլոգիա ես, ուզեիր ավելի շուտ աշխատել, այնպես որ այդպես ավելի հեշտ է, որովհետև դու այդպես մի պաթոլոգիայի հետ Մերի Արմանովնա դուք ոնց կուզեիք։ Ես կուզենայի այստեղ ուղղակի նշել, որ մենք մեր կենտրոնում փորձում ենք դա ներդնել, այսինքն Շուշանիկը Գրիգորյան մեր նեյրոռադիոլոգն է, ես օնկոռադիոլոգն եմ, Անին փափուկյուսվածք հետազոտողն է, պարանցի փափուկյուսվածքը։ Ես մատ գովամ Անին, եթե ցես նշանակել են պարանոցի փափուկյուսվածքների MRT, որը որ բավականին բարդ հետազոտություն է, միանշանակ ընտրեք որպես MRT-ի մասնագետ Աբրահամյան Անին։ Այո, որտեղ ինքը մանրակրկիտ ամբողջը կբացի կնայի, որ անցքով է Կոկորդի շրջանի զոնա, չգիտեմ ինչ իրապետումների ունեցել, որ ես որոշել եմ այդ զոնան ուսումնասիրել։ Շատ գովելի է, էլի թմային է քննարկումը միշտ լինում, միանշանակ համ ուռուցքների, համ նեյրոռադիոլոգիայի ժամանակ, բայց մեկը հիմնական մասնագետ որ լինի, դա շատ ավելի շատ հեշտացնում է գործը։ Եկեք չմոռանանք Իսաղոլյան Նարեի մասին, որը որոշել է, որ պետք է դառնա MSK մասնագետ, այսինքն մկանահոդային համակարգով զբաղվող մասնագետ։ Դավթյան Մերին մեզ մոտ նայամակրծքագեղձը։ Մի խոսքով տենց բազմապրոֆիլ կենտրոն ենք, բայց փորձում ենք խորանալ ինչ որ մի ուղղությամբ, որովհետև դա ճիշտ է։ Ուրիշ բան է, որ դու նայում ես օրինակ օրական 10 հատ պարանցի փափուկ հյուսված, ուրիշ բան որ շաբաթը մեկ ես նայում, քո փորձը մեծանում է դրանով։ Այնտեղ առավելություն դա է, որ նեյրոռադիոլոգը նայում է միայն նյարդային համակարգի պաթոլոգիաները բոլոր տիպի սարքերով, օրինակ թեկուզ ռենտգենով, իրանք ասենք շունտի տեղն են տեսնում, CAT-ով, MRT-ով, PET-CAT-ով համադրում են նույն պաթոլոգիան, նույն ռադիոլոգը կարդում է եւ MRT-ով եւ տեսնում է CAT-ով, այսինքն իր կողմից ինտերպրետացիան նույնն է լինում։ Մեր պարագայում օրինակ մենք CAT-ով CAT-ի մասնագետը կարող է սա այսպես տեսնի, մենք MRT-ով այսպես տեսնենք, մի քիչ համաձայնվենք իրար հետ եւ այլն։ Այս որ ասեցիք CAT-ի մասնագետի հետ կապված, 3 ես ունեցել եմ case, շատ շնորհակալ եմ մեր գոլեգա ռադիոլոգներից CAT-ի մասնագետ, չեմ ուզում անունը նշեմ, բայց իրոք շատ շնորհակալ եմ այդ տիպի աշխատող մարդկանցից, որովհետեւ ես MRT-ով ունեի արտեֆակտ, այսինքն մետաղական արտեֆակտ, զանգում եմ իմ գոլեգա, որը այլ հիվանդանոցում աշխատում, զանգում եմ իմ գոլեգա ռադիոլոգին, CAT-ի մասնագետին, եւ խնդրում եմ իրանից ուղարկել նաեւ CAT-ի հետազոտությունը, ինչպես նաեւ ինտերպրետացիան հետազոտությունը։ Այդ պահին մի հատ նայում է իր գնա, այսինքն ես դիսկը չունեի, զանգեցի իրան, ասեցի խնդրում եմ էլի, եթե հնարավորություն կա, ինձ վիդեոյով ուղարկեք այդ հետազոտությունը, ես հասկանամ ինչա կատարվում, որովհետև MRT-ն լրիվ blur է անում այդ պատկերը, այսինքն այնտեղ կա արտեֆակտ մետաղական եւ ես չեմ տեսնում ուղղակի այդ արտեֆակտի տակից ինչա կատարվում։ Այդ հմուտ եւ գերկոմպետենտ ռադիոլոգը զանգեց, ներկայացրեց ինձ սիտուացիան, մի հատ էլ վիդեո արեց, ուղարկեց։ Շատ շնորհակալություն այդ տիպի կոլեգիալությունը պահող մասնագետներին իրոք ոնց որ հաճույք է ստանում այդ տիպի մարդկանց հետ աշխատելու, ինչքան շատ են մեր շրջապատում տենց մարդիկ։ Անկամ անծանոթներին դու զանգում ես, ասում ես բարև ձեզ կներեք, ես այս մարդն եմ ու իրանք այդ տիպի ոնց որ ջեր ու մոտեցումով են վերաբերվում, էլի։ Դա շատ կարևոր է, այսպես կարողանում ես պացիենտին սա այս ամենը իրականում բխում է պացիենտի շահերից, անում ես նրա համար, որպեսզի մաքսիմալ ճիշտ պատասխան տաս։ Ու իհարկե այդ միշտ փոխադարձ է, երբևիցե չի եղել, որ օրինակ, չգիտեմ, զանգի ինչ որ մի կլինիցիստ թեկուզ անծանոթ անին ու անին այդ պահին զլանա ու խնդրանքը չկատարի։ Այնպես որ հարգելի պացիենտներ, դուք միշտ ուշադրության կենտրոնում եք մեր, ու մենք չենք զլանում ու թմով քննարկում ենք միշտ այդ դեպքերը։ MRT ոդկասթի գործընկերն է MRT կլինիկը։ 3 տեսլահզոր MRT սարք, փորձառու բժիշկ ռադիոլոգներ, պատասխանները տրամադրվում է ընդամենը 1-2 օրում։ Ամենամատչելի արժեքը գործում է նաև պետպատվեր, սոցիալական փաթեթ եւ ապահովագրություն։ Ձեր MRT-ն MRT կլինիկում։ Հասցեն Հալաբյան 9/7
Եկեք մի քիչ էլ Անի գով կտանենք։ Անին այն հազվադեպ մարդկանցից է, որը հանձնել է USML-ի քննությունները, երկու քննությունն էլ հանձնել է։ Խնդրում եմ մի հատ հասկանամ։ Որան հասկանալի է, ու իհարկե մեր հետևորդները պարտադիր բժիշկներ լինեն, ասեմ, որ այդ Ամերիկայի բժիշկների բարդագույն քննությունը լիցենզիայի քննություններն է ԱՄՆ-ում բժիշկ դառնալու։ Իրականում ասեմ, որ դա ոչ միայն ԱՄՆ-ում է, այդ քննությունը անցնում է շատ ես գիտեմ, որ Դուբայում, Աբու Դաբիում Կատարում, Դուբայում այդ քննությունը նամանավանց երկրորդը, ստեպ երկուս ավելի կլինիկական է, այդ քննությունը անցնելուց հետո ուղղակի այնտեղ կարող են աշխատանքի անցնել կամ fellowship-ի գնալ։ Բայց բժշկուի Անի ասեք, որ դուք ուզում եք մնալ Անի ջան, դու մեզ չես լքելու։ Ստեփ հանձնելու իմաստը, երբ որ ԱՄՆ-ում գնացի վերապատրաստման, հենց արձանատուրան վերջացրեցի, գնացի ԱՄՆ վերապատրաստման ու մի շատ կարևոր բան հասկացա, անկախ ամեն ինչից, թե որ երկրից ես, շատ կարևոր է, որպեսզի դու այդ քննությունները ունենաս, հետագայում օրինակ քո մասնագիտական կարողությունները բարելավելու համար այնտեղ ես հասկացա, եթե դու ունես այդ քննությունը, հաջորդ անգամ եթե որևէ պարագայում կունենամ հնարավորություն այնտեղ անցնելու էլի վերապատրաստում, արդեն այս քննության պարագայում թույլ են տալի ավելի շատ է։ Թույլ են տալի, այո, որպեսզի դու պացիենտի հետ շփվես, դու այնտեղ պատասխան փակես, այնտեղ կարող ես, չգիտեմ, քիչերին հերթապահության մնալ եւ այդ ամեն ինչը թույլ են տալի, եթե դու ունես այդ քննությունը, ու երբ որ դու ունես այդ քննությունը, քեզ մի քիչ այնտեղ ուրիշ են նայում, այսինքն նայում են այնտեղ մենք էլ ենք քեզ ուրիշ նայում, որովհետեւ դու հաստատի բարթագույն քննություններ ես հաղթահարել երկու բար։ Ինձ միշտ թվում է այդ բնավորությունը, mindset-ը ինչ որ երբ որ մարդ չի ուզում կանգ առնի այն կետում, որտեղ որ ինքը հիմա գտնվում է, անկախ նրանից, որ դա ամենացածր կետը չի, բավականին բարձր կետ է, այլ այդ ես օրինակ այդ mindset-ը շատ եմ սիրում, երբ որ մարդ միշտ ուզում է առաջ գնա, միշտ ուզում է ինչ-որ ավելին հասնի, այնպես որ մենք հպարտանում ենք քեզ։ Մենք հպարտանում ենք քեզ։ Այնտեղ ունեմ ընկերուհի շատ մոտ, ինքն է ռադիոլոգ է, աշխատում է տեղի խոշորագույն հիվանդանոցներից մեկում, ես հիշում եմ, որ ես առաջին անգամ իրան հանդիպեցի, այդ ժամանակ 33 կամ 32 տարեկան էր, ես երևի 25 կամ 26 տարեկան էի, որ այնտեղ էի, ու ես մտածում էի, որ այդ քննությունը հանձնելու համար ես արդեն բավականին մեծ եմ ու չեմ կարող հանձնել, եւ հիշում եմ, որ ինքը ասաց, որ ինքը սկսել է պարապել անցյալ տարի, այսինքն որ ինքը 32 տարեկան էր, ու հանձնել է առաջի ստեպը 6 ամսվա ընթացքում իմոց sense մի քիչ հարց առաջացավ, որ եթե ես 26 տարեկանում մտածում եմ, որ արդեն ուշ է այս քննությունը հանձնելու, այնտեղ բացարձակ այդպես չեն մտածում, անկախ տարիքից, այնտեղ կան մարդիկ, ովքեր հանձնում են 35-ում, 36-ում, ու տարիքը իրանց համար սահմանափակում չի այդ քննությունը հանձնելու։ Եկեք համաձայնենք, որ դա մեր ընդհանուր ազգի մենտալիտետի հարցն է։ Ես մի բան ասեմ, ես հիմա ունեմ ընկերուհի, որ ինքը իր մաման ու իր պապան նույն կուրսում են ամերիկյան համալսարանում, ու շատ է դուրս գալիս այդ շատ ողջունելի է, որ անկախ տարիքից մարդիկ դեռ շարունակում են, որովհետև կրթվել է դա։ Ինչ կարելի է գնալ սովորել, ինչ դառնալ, բան, տենց ինչ որ հետաքրքիր։ Ու ես մտածում եմ, որ իմ ստեպը, որ ես հանձնել եմ, շատ տեղեր կարողանամ օգտագործել, թեկուզ եւս մեկ անգամ ինչ որտեղ վերապատրաստվելու, որը ավելի խորը Խնդրում եմ մեզ մոտ օգտագործի այդ ստեպերը։ Մոտիվացիա անին, ես ավելի մեծ պլաններ ունեմ, այս անգամ գալուց ավելի շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպել այնտեղ, դե Պարասյանի ամենակարևոր մասը, որ դու հանդիպում ես մարդկանց, որոնց կարող է երբեք ոչ միտեղ չկարողանաս հանդիպել, որովհետև ԱՄՆ-ում շատ է տարածված, երբ որ ռադիոլոգներն աշխատում են տնից։ Ու եկեք խոսենք, որ այդ մարդիկ քո հետ շփվում են հավասարի պես, ոչ մեկ քեզ չի ընկալում որպես գիտես, Անի ջան, դու նորաբար բժշկուհի ես կամ չգիտեմ, մենք 20 տարվա բժիշկներ ենք, ոնց որ այդ mindset-ը այնտեղ չկա, ու ոնց որ դա շատ գովելի է, ու ես հուսով եմ այդ ամեն ինչը պետքա դրան գնա Երևանի թեկուզ մակարդակով, Հայաստանի մակարդակով։ Շատ համաձայն եմ, այնտեղ այդպես չի, այնտեղ շատ հետաքրքիր մարդկանց ու մասնագետների եմ հանդիպում, կարող ես գրքերում գտնել, ուղղակի մոտենալ իրանց հետ խոսել, իրանք շատ հաճույքով խոսում են քեզ հետ, շփվում են, շատ մեծ խորհուրդներ են տալիս, ու այնտեղ շատ բաներ հասկացա ու շատ հետաքրքիր պլաններ մտածեցի, որ մենք MRT կլինիկով կարող ենք իրականացնել։ Ես շատ ուրախացա, որ վերջին այդ նախադասությունը դու ասեցիր, որովհետև արդեն վախ է մոտս առաջանում, որ թմից մարդ է գնալու, եմ որ ես ինչ եմ անելու, անի չգնաս թմից։ Ես կարծում եմ, որևէ փուլում մենք որ ռադիոլոգներ ես, որովհետև հաստատ ինչ որ գնալու ենք վերապատրաստման, կապ չունի, դա կլինի 1 ամսով, չգիտեմ, 6 ամսով, 1 տարով, այդ վերապատրաստումը շատ կարևոր է։ Իրականում MRT կլինիկի թմում չկա տենց ինչ որ մեկը, ով որ չունի այդ ձգտման
պոտենցիալը իր մեջ, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ հենց այս թիմն է մեր թիմը մեկը երբ որ մարդիկ մի տարածքում այնպես են հավաքվում, որ մեկը մյուսից վերցնելու բան ունի, այդ միշտ ընդհանուր այսպես ասած win-win-ա, չէ՞։ Միշտ այդ win-win-ը ես սիրում եմ, այնպես որ շատ լավ է որ լրացնում ենք իրար գիտելիքով, դա շատ կարևոր է, ու գիտելիքի պակասը չի դիտվում որպես թերություն երբեք դա նորմալ է որ որևէ մեկ ինչ որ բան չգիտի որևէ մեկ ինչ որ բան ավել գիտի դա շատ ուրախալի է որ մենք կարողանում ենք իրար օգնել ես գիտես ինչքան հարցեր եմ այնպես որ երբ որ մեր պացիենտները գալիս են մեր պացիենտները մեր դիտորդ պացիենտները ապագա պացիենտները թող միշտ իմանան որ իրանց кейսով մի հոգի չի զբաղվում իրանց кейսը շատ կարևոր է ես ինքս օրինակ միշտ այդ եմ նախընտրում երբ որ ես ինքս իմ համար կամ իմ հարազատի համար գնում եմ բժշկի ես սիրում եմ գնալ միտեղ որտեղ որ կա թմային աշխատանք ու դա միշտ բերում է ավելի մեծ արդյունքի միանշանակ Մենք նաև ուզում եմ ասել որ ԱՄՆ-ում ունենք գոլեգաներ որևէ ինչ որ հարցի դեպքում լինում է որ իրենց ենք դիմում մենք նաև ունենք ԱՄՆ-ից եւս աջակցություն որովհետեւ մենք աշխատելով բավականին մեծ քանակի կլինիկաների հետ օրինակ նեյրոկլինիկի հետ աշխատելով բազմաթիվ բարդ кейսեր ենք ունենում, որ անգամ ԱՄՆ-ում այդ кейսերը ուղղակի հավես է, որ երբ որ դու ինչ որ кейս ունես ու մտնում ես ռադիոպեդիան դա ռադիոլոգների վիկիպեդիան է ու տեսնում ես որ աշխարհում չգիտեմ 7% է եղել դեռևս այդ կամ չգիտեմ 56 դեպք կամ 60 դեպք 56 դեպք ու այդ մի հոգին ես ասվանին մի հատ բան պատմեմ մենք շատ լավ դասախոս ունեինք ռադիոլոգիայում որ երբ որ մեր առաջի քայլերն էինք կատարում ու ինքը այսպեսի արտահայտություն արեց ասեց միշտ հիշեք բժշկության մեջ տոկոսային թվերը տոկոսները դրանք պրոստը թվեր չեն դրանք մարդիկ են այսինքն երբ որ ասում են այս ինչը 7% տարածվածություն ունի այդ 7%-ը չգիտեմ 7 հոգի մարդ է ովքեր որ մարդ են ու միշտ երբեք չես կարա նստես ու ասես թե այս հազվագյուտ բանը երբեք իմ դուրը չի գա միշտ այդ մարդը կարա թակի հենց քո դուրը այնպես որ շատ կարևոր է չմոռանանք Վիգմորի кейսերի մասին մեր գործընկեր մյուս գործընկեր Վիգմորը որ ասենք չգիտեմ ինչ լավ պաթոլոգիա այս Վիգմորի кейսերին ասում եմ էլի բանի ինչ անունը պաթոլոգիան եկավ որովհետեւ այդ երեխաների кейսերը իրականում նու բարդ են մենք թմային աշխատանքով, այսինքն կլինիցիստի հետ եւ ռադիոլոգների ընդհանուր կոնսիլիումի միջոցով կարողանում ենք դուրս բերել դիագնոզը շատ ժամանակ դինամիկ հսկողությամբ։ Դիսկոիդ մենիսկի դիսլոկացիա։ Շատ օքեյ, շատ հետաքրքիր է։ Միջային մայկի արմատի պատռում, դե լավ, օքեյ։ Շատ լավն են кейսերը մեր։ Այնպես որ վստահեք MRT կլինիկին, նույնիսկ եթե դուք մտածում եք, որ ձեր մոտ այնպեսի խնդիր է, որ աշխարհում գոյություն չունի։ Իրականում այդ թմային աշխատանքը ամենակարևոր բանն է, համ ուժեղ կլինիցիստի հետ, համ ռադիոլոգների միջև, մի խոսքով ամենասեն զալոգ ուспех է, էլի թմային աշխատանքը մեր մասնագիտության մեջ։ Ոչ միայն մեր մասնագիտության, այլ առհասարակայնքում ես միշտ ասում եմ, ես այնպիսի հարաբերություններ եմ ուզում, որ մենք մի թիմ լինենք, այնպես որ դրա համար քեզ եմ ընտրել, բա ինչ ես ուզում։ Եկեք չմոռանանք մեր տեխնիկների մասին, առանձին շնորհակալություն մեր տեխնիկներին, որոնք անգամ եթե մենք զբաղված ենք լինում այդ բային ուրիշ кейս ենք նայում, իրանք գալիս են եւ ասում են՝ մի հատ կնայեք, խնդրում եմ, այս ինչ պաթոլոգիա է այստեղ, որովհետեւ իրանց աչքն էլ արդեն այնքան սովոր է, որ բռնում է ինչ որ մի անոմալ փոփոխությունը շատ ժամանակ դա լինում է օրինակ նորմայի տարբերակ բայց ապրեն իրանք որ դա նկատում գալիս են մեզ հայտնում են եւ շատ ժամանակ անվանական հիշենք մեր եկեք անվանական մեր Անահիտին Անահիտը շատ լավն է եւ մեր գեր կոմպետենտ գեր էմպաթ հասմիկին որ ես ուղղակի չգիտեմ այդ մարդը ինչքան ոնց որ էմպաթ կարող է լինել։ Ես մի բան ասեմ, մեր հետևորդներին ասենք, որ այն մարդիկ, ովքեր որ ունեն հատկապես քույրական կրթություն կամ ուզում են ստանալ քույրական կրթություն, միջուղ կա քույրական կրթության մեջ, որը որ ռադիոլոգիական աշխարհում օպերատորն է, այդ այսպես ասած տեխնիկը, որը որ շատ լավ սկիլ է, շատ լավ մասնագիտություն է ու եթե դուք մտածում եք ունեք այդպիսի մտքեր, կարող եք MRT կլինիկ փորձեք դառնալ MRT օպերատոր, հաստատ ձեզ դուր կգա միանշանակ։ Բայց դրա համար պետք է հատուկ քննություն եւ վերապատրաստում։ Իհարկե, այդ ամեն ինչը ֆորմալ, բայց ամեն դեպքում եթե դուք ունեք այդպիսի մտքեր, իմացեք, որ դա շատ հետաքրքիր ու լավ մասնագիտություն է։ Մեր տեխնիկներին նաև շատ շնորհակալ եմ, որովհետև բացի տեխնիկ լինելուց նաև շատ լավ
օպերատոր են, շատ լավ կարողանում են աշխատել բոլոր ռեժիմների հետ, շատ լավ կարողանում են ստանալ ռեժիմների բարձր որակները, մարդկանց հետ լավ աշխատել։ Այո, շատ ճիշտ է, ես շատ եմ նկատել ինչպես են հոգեբանորեն աջակցում մեր պացիենտներին, մեր տեխնիկները։ Անահիտին եմ հիշում։ Ես Հասմիկը կնստի կլացի պացիենտի հետ, Անահիտը կասի մի հատ հավաքվի, մտի սարքի մեջ, վախենալու բան չկա, որ երկուսն էլ շատ լավ աշխատում։ Մի տխրեք, սա տխրելու արժի։ Հասմիկը խնդրում եմ պատմեք ինչի եք տխրել, ես էլ տխրեմ ու Հասմիկը ավելի շատ է ասում քան այդ պացիենտը։ Մի խոսքով շատ լավ թիմ է, ես իսկապես շատ շնորհակալ եմ մեր ղեկավարությունից, որ այս տիպի մարդկանց է հավաքել իրար կողքի, ինչու՞ չէ նաև սուջբայից, որ սենց բոլորին բերել է միտեղ, անին շուտվանից ենք ճանաչում իրականում որպես սկզբից արտինատոր, հետո որպես ավարտած բժշկուհի, կոնֆերանսների ժամանակ ենք շատ տեսել ու համակրել էինք իրականում իրար շատ հետաքրքիր անձնավորություն էր միշտ թվում։ Հետաքրքիր է, չէ՞, այդ պահերը, որ ինչ որ մարդ լինում է քո կոպիտ ասած առանցքում, որ ուղղակի իրան ճանաչում ես, մեկ էլ ինչ որ մի պահ նույն ժամին, նույն կետում ու նույն գործի մեջ եք հայտնվում ու այն որ ասում ես, ես քեզ գիտեի միշտ եւ այլն, բայց միշտ ես ասում եմ, շատ գոլեգաները իրականում շատ մոտիկ մարդիկ են, որովհետեւ գոլեգաները իրար այն մարդիկ են, բացի ամեն օրը, ովքեր որ իրար հետ շփվում են ստրեսային իրավիճակներում։ Օրինակ շատ հաճախ ընկերներիդ հետ հանդիպում ես այն ժամանակ, երբ որ հանգիստ ես, ուրախ ես, գնում ես սրճելու, իսկ գոլեգայդ դու տեսնում ես միշտ ստրեսային իրավիճակում, միշտ խառը, միշտ գործի մեջ ու այդ ավելի պինդ ընկերություն է, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ դուք եք իմ գոլեգաները։ Նո, ես էլ Since թմային հավարտենք ես ամեն ոդկասթը ու գնանք անի բերած Ամերիկայից բերած կոնֆետները նայենք։ Իսկ մենք հիշենք, որ MRT ոդկասթի գլխավոր գործընկերը MRT կլինիկն է։